շարունակել մեր Արոն Քոչարյան, ներողություն մի հարց էլի, հաշվի առնելով, որ այստեղ ՍԴ-ում վիճարկվում է ընտրությունների արդյունքները, բայց ՔՊ-ն պաշտոններն էր 3 արդեն բաժանում, Ռուբինյանին ազգային ժողովի նախագահն ուզում կարգել, այնտեղ փոխոսնակների հարցն են լուծում, ազգային ժողովի նախագահը արդեն կարծես թե որոշված է, սա չի նշանակում, որ ուղիղ ճնշում են գործադրում դրանով ՍԴ-ի վրա, կամ էլ ուզում են ասել, որ ամեն ինչ որոշված է արդեն, հա։ Ինձ թվում է այդ քայլով իրանք ուղղակի ստորացնում են ՍԴ անդամներին, այսինքն այն կարգի թքած ունեն, որ նույնիսկ ձևական մասը չեն պահում։ Գոնե կարող է, ինչ է, բոլորս էլ հասկանում ենք, որ ՍԴ-ն էս կազմով, չգիտեմ, Սեդա Սաֆարանով, այն Սասուն Խաչատրյանի եղբորով ինչ որ արդարադատություն ակնկալելը միամիտություն կլինի, բայց գոնե կարող են այդ ձևական մասը պահել, ուղղակի այնքան են լկտիացել, որ արդեն դա էլ չեն անում։ Էսա։ Այսինքն դուք էլ ՍԴ-ից ըստ էության ակնկալիք չունեք, ուղղակի մի ստադիա, որ պիտի Ոչ, չունեք ակնկալիք, ես չունեմ, ինչքան էլ որ ամեն ինչ պետք է անենք իհարկե, որ իրանք ստիպված արդարադատություն իրականացնեն, ամեն դեպքում ես ակնկալիք չունեմ, բայց ինչ որ մի process է, այո, որը պետք է անենք, ամեն դեպքում նիստը հրապարակային է, սա լավ կողմն է, որ չէին կարող ոչ հրապարակային անել, նաև հրապարակային մեր ժողովուրդն էլ թող տեսնի, հասկանա, փաստարկները քաղաքական ուժերը ներկայացնեն, եթե ինչ որ մարդկանց համար դեռ ինչ որ բաներ պարզ չի ակնհայտ չի, գոնե միգուցե որոշների համար այս նիստով ավելի ակնհայտ դառնա։